Թուրքիայի Անտալիա քաղաքում մեկնարկել է Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը։ Առաջնորդներ, դիվանագետներ եւ պաշտոնյաներ ամբողջ աշխարհից հավաքվել են Թուրքիայի հարավում ավելի կայուն գլոբալ ապագայի համար ընդհանուր ռազմավարություն մշակելու եւ դիվանագիտության միավորող ուժի կարեւորությունն ընդգծելու համար։ Օրակարգի հիմնական թեմաներն են միջազգային զարգացումները, կլիմայի փոփոխությունը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդասիրական օգնությունը, թվային փոխակերպումը, սննդի անվտանգությունը եւ արհեստական բանականությունը։ Անտալիայի դիվանագիտության ֆորումի բացման պաշտոնական արարողությանը ելույթով է հանդես եկել Թուրքիայի նախագահը։ Եվրոպան չի կարող արդյունավետորեն ապահովել իր անվտանգությունն առանց Անկարայի մասնակցության, հայտարարել է Էրդողանը։ Ունենալով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը, Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել եվրոպական անվտանգության համար, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որում մեր երկիրը մեծ հաջողությունների է հասել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, նշել է Էրդողանը։ Իր ելույթում խոսելով Գազայում տիրող իրավիճակի մասին, նա Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն։ Էրդողանն իսրայելական կողմին նաև մեղադրել է Սիրիայում անվտանգային իրավիճակը ապակայունացնելու համար։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Սիրիայում, թույլ չի տա ապակայունացում այնտեղ եւ աչք չի փակի հանրապետության միասնությունը խաթարելու փորձերի վրա։ Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ սերտ կապ է պահում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների իր գործընկերների Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ սիրիական հարցի շուրջ։ Իր ելույթում Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։ Էրդողանի խոսքով Անկարան ձգտում է նաև պահպանել խաղաղությունն ու կայունությունը արևելամիջերկրական եւ Էգեյան տարածաշրջանում։ Անտալիայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել էներգետիկայի, տրանսպորտի եւ պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Թուրքիայի նախագահը գոհացուցիչ է որակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը եւ նշել, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես խաղաղության ճարտարապետ Հարավային Կովկասում։ Էրդողանն ընդգծել է նաեւ, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ միությունը պատրաստ է պաշտպանել իր տնտեսական շահերը, եթե Միացյալ Նահանգների հետ համաձայնություն ձեռք չբերվի մաքսատուրքերի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները Եվրամիության հավելյալ մաքսատուրքերը սառեցրել է 90 օրով։ Եվրամիության ֆինանսների նախարարներն այսօր քննարկել են, թե ինչպես կարող են ճիշտ օգտագործել այդ ժամանակը Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնության հասնելու համար եւ ինչպես համակարգել ջանքերը հավելյալ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու դեպքում։ Վարշավայում ֆինանսների նախարարների բանակցությունների շրջանակում Եվրամիության էկոնոմիկայի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկին եւ Գերմանիայի ֆինանսների նախարար Յորգ Կուկիեսը նշել են, որ եթե բանակցությունները դրական արդյունք չտան, Եվրամիությունը պատասխան քայլեր կձեռնարկի։ Լեհաստանի ֆինանսների նախարարն էլ ընդգծել է, որ բանակցությունների խափանման դեպքում ԱՄՆ սահմանած մաքսատուրքերին պատասխանը պետք է լինի համարժեք։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոստացել են ավելի քան 21 միլիարդ եվրո նոր ռազմական օգնություն Ուկրաինային, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումից հետո։ Ուկրաինայի հետ պաշտպանական դաշինքին հավատարիմ մոտ 50 երկրի ներկայացուցիչներ այսօր հանդիպել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկելու Ուկրաինայի զինված ուժերին աջակցության հարցը։ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կողմից կազմակերպված Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումը Բրյուսելում հավաքել է պաշտպանության նախարարների եւ այլ պաշտոնյաների։ Հանդիպմանը հերավար ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկին հորդորել է Ուկրաինայի ռազմական դաշնակիցներին կենտրոնանալ հակաօդային պաշտպանության վրա, խնդրելով նրանց տրամադրել լրացուցիչ 10 Պատրիոտ համակարգեր։ Զելենսկին նշել է, որ ռուսական վերջին հարձակումները ցույց են տվել, որ Մոսկվան պատրաստ չէ ընդունել եւ իրականացնել խաղաղության որևէ իրատեսական եւ արդյունավետ առաջարկ։ Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի նիստից հետո հայտարարել է, որ իր երկիրը ներկայումս ի վիճակի չէ Ուկրաինային նոր Պատրիոտ համակարգեր տրամադրել, քանի որ Բեռլինն ինքն է սպասում մատակարարումների։ Ուկրաինայի հակամարտության մեկնարկից ի վեր Բեռլինը Կիևին տրամադրել է մոտ 44 միլիարդ եվրո ընդհանուր գումարի տարբեր տեսակի օգնություն։ Մերի Ներսիսյան, լուրեր։